Հայաստանի հյուսիսը պատրաստվում է ձմռան ամենամասշտաբային իրադարձությանը։ Փետրվարի 28-ին ժամը 12-ից սկսած Ամասյան կրկին կհյուրընկալի -46 ձմեռային փառատոնը արդեն 4-րդ տարին անընդմեջ։ Միջոցառումն իրականացվում է Հյուսիսային ուղի տեղական ակտիվ խմբի նախաձեռնությամբ։ Փորձում ենք յուրաքանչյուր տարի ինչ-որ կոմպոնենտներ ավելացնել, ավելի զարգացնել փառատոնը ու քիչ-քիչ հասնել այն նպատակներին, որոնք մեր առաջ դրել ենք մի քանի տարի առաջ։ Այս տարի փառատոնի ձևաչափում կարևոր նորություն կա։ Առաջին անգամ նախատեսվում է կենդանի երաժշտություն եւ համերգային ծրագիր, որը նոր տրամադրություն կհաղորդի ձմեռային տոնին։ Միաժամանակ փառատոնի առանցքում շարունակում են մնել ձմեռային սպորտաձևերը՝ սնոուբորդ, դահուկներ, թյուբեր եւ ձյունագնացներ, ապահովելով ակտիվ եւ ադրենալինով լի ժամանց բոլոր տարիքային խմբերի համար։ Մինչ փառատոնի մեկնարկը Ամասիայում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Կազմակերպիչները անցկացնում են վերջին քննարկումները, հստակեցնում տարածքի կահավորումն ու ենթակառուցվածքային լուծումները։ Փառատոնի տեղի ունենալու Ամասիայից դեպի Բերտաշեն տանող ճանապարհին ընտրվել է հարմար տարածք, որտեղ կլինեն թեք լանջեր ու հնարավորություն կունենան հյուրերը զբաղվելու տարբեր սպորտաձևերով, թյուբերով, սնոուբորդով, սանդնակներով, դահուկներով։ Սա ամենակարևոր հանգամանքն է մեր փառատոնի իրականացնելու մեջ։ Եթե առաջին տարում միջոցառումը համախմբել էր մոտ 500 հյուր, հիմնականում Ամասիայից եւ Շիրակի մարզից, ապա հետագա տարիներին մասնակիցների թիվը հասել է 2000-ից 3000-ի։ Այս տարի կազմակերպիչները կրկին մեծատիվ այցելուներ են ակնկալում ինչպես մարզից, այնպես էլ հանրապետության տարբեր շրջաններից։ Փառատոնն իրականացվում է Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման համագործակցության Լիտվո-Շիրակ ծրագրի, ինչպես նաեւ Ամասիայի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ։ Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեն եւս աջակցում է նախաձեռնությանը կազմակերպչական մակարդակում։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Անի ձմեռ 2026-ը Մանրալիկում կայացավ նաև այս տարի երգով, պարով եւ սպորտային մրցաշարերով։ Ձմեռային այս գեղեցիկ նախաձեռնությունը հերթական անգամ համախմբեց բնակիչներին, մարզիկներին եւ պետական պաշտոնյաներին, վերածելով օրը համընդհանուր տոնի։ Միջոցառման շրջանակում համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանին, Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանին, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներին, ինչպես Շիրակի, այնպես էլ հարևան մարզի համայնքների ղեկավարներին։ Արման Սարիբեկյանը ողջունեց ներկաներին ու փաստեց նախորդ տարվա ընթացքում մարզական ու կրթամշակութային ոլորտներում համայնքի ձեռքբերումները։ Հարկ է նշել, որ 2025 թվականը Անի համայնքի մարզական կյանքում նկատելի հետ թողեց, այն հագեցած էր նվաճումներով ու հաջողություններով։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ 2024 թվականին ձևավորված Անի համալիր մարզադպրոց այսօր արդեն ունի 9 մարզաձև, շուրջ 460 սանով։ Բարձրաստիճան հյուրերն իրենց ելույթներում կարևորեցին նման նախաձեռնությունների շարունակականությունը, նշելով հատկապես Անի համայնքի սպորտային ներուժն ու զարգացման հեռանկարները։ Մշակութային տոները շատ պետք է լինեն մեր համայնքներում, հենց այս է ցույց տալիս, որ մեր համայնքներում խաղաղություն է, մեր համայնքներում մշակութային տոնը, սպորտային տոներ են եւ մեր երեխաների ուրախությունը հենց այն ամեն ինչն է, ինչի համար մենք աշխատում ենք։ Այսօր Անին իսկապես աննախադեպ օրինակ է մեր բոլոր մարզերի համար, որպեսզի նման օրինակ միջոցառումներ իրենց շարունակական բնույթ ունենան, որոնք բնականաբար իրենց հետևանքը պիտի թողնեն եւ մեծահասակների եւ երիտասարդների եւ մատաղ ավելի փոքր տարիքի երեխաների մոտ, ինչը բնականաբար ողջունելի է։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին եւ իրենց անզուգական կատարումներով ներկայացան անեցի տաղանդավոր երգիչերգչուհիները, Մանրալիկի արվեստի եւ երաժշտական դպրոցների սաները։ Անի ձմեռ 2026-ը վաղուց արդեն վերածվել է այն հարթակի, որը համախմբում է ոչ միայն համայնքի բնակիչներին, այլև հարևան համայնքների մարզիկներին ու ներկայացուցիչներին Անի հարքի ներքո նշելու ձմեռային այս մեծամասշտաբ միջոցառումը։ Միջոցառումը հիմնականում միտված է նրան, որպեսզի մեր համայնքում ամբողջ գյուղական համայնքներն էլ բոլորը ներառված լինեն
եւ ունենանք սպորտային մի մեծ լավ համայնք։ Տոնը միանշանակ մենք անցկացնում ենք մեծ պատրաստվածությամբ եւ ողջավորվածությամբ։ Վստահաբար բոլորը այստեղից կտանեն իրենց այդ հիշարժան պահեր, իսկ հաղթանակները կլինեն հաստատ շատ մեծ եւ շատ կարեւոր։ Այս տարի միջոցառմանը մասնակցում էին շուրջ 800 մարզիկներ Անի համայնքից եւ հարակից բնակավայրերից։ 10 սպորտաձևեր են ներառված, հնարումյական շամարտ, ձյուդո, ֆուտբոլ, բասկամարտ, սեղանի թենիս, գիր, պարանի ցկում, ծանրամարտ, ատլետիկա, վոլեյբոլ։ Նշված սպորտաձևերի կողքին առանձնանում էր ծանրամարտը, քանի որ նման մրցաշար առաջին անգամ էր անցկացվում։ Առաջին անգամ է տեղի նմանի համայնքում այս մակարդակով ծանրամարտի մրցաշար, բոլոր ծանրամարտի դպրոցները գրեթե մասնակցում են մրցաշարին։ Սա ամենամեծ կարևոր սկիզբն ենք դրել, որ երեխաների հոսքը ավելի շատանա այս մարզաձևով եւ ավելի մեծ բարձունքների հասնենք։ Առողջ մրցակցությունը թեև հաղթելու կամ պարտվելու մասին չէր, այնուամենայնիվ հաղթող մարզիկները վերջում պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով ու հուշանվերներով։ Աստղիկ Խաչատրյան, Մարտին Գևորգյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որին մասնակցել են նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ջրային կոմիտեի նախագահ Արամաստ Ղալամքարյանը եւ այլ ներկայացուցիչներ։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին օրվա առիթով եւ հանդես եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է ջրային ոլորտի խնդիրներին։ Վարչապետը տարօրինակ է համարել այն հանգամանքը, որ երկրում գյուղատնտեսական նշանակության հողերի շատ փոքր մասն է ոռոգվում, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը ջրային ռեսուրսներով հարուստ երկիր է։ Անդրադառնալով այդ թվում իր երբեմնի հնչեցրած տեսակետների փոփոխությանը, վարչապետն ընդգծել է, որ կյանքը փոփոխությունների ընթացք է եւ չփոխվելը բերում է աղետների։ Վարչապետն ընդգծել է ընդհանրապես գյուղատնտեսության նկատմամբ վերաբերմունքը փոխելու անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Երկրի ղեկավարը խնդրահարույց է համարել նաև Սևանա լճից ոռոգման նպատակով ջուր բաց թողնելու որոշումները, քանի որ այն մեր երկրի պաշարն է։ Մենք վճարում ենք ոչ թե ջրի համար, մեր պապենական ջրի համար, կամ եթե կարող ենք հենց այսպես ուղիղ ասենք, այլ վճարում ենք, որպեսզի ջուրը սարից գա հասնի, մենք վճարում ենք ձիու կամ ուխտի կամ գրաստի վրա փող չծախսելու համար, որովհետև այդ գրաստին պետք է պահենք, չէ՞, պետք է խոտ տանք, անասնաբույժ հրավիրենք, պետք է գոմ ունենանք, որ պահենք։ Մենք վճարում ենք, որ ջուրը գա հասնի մեր տուն, ընդ որում մենք բանել չբարձրացնենք այդ բետոնները 9-րդ հարկ կամ որևէ տեղ։ Այսինքն ես սա ինչի համար եմ ասում, որովհետև այս մի քիչ էլ գրոտեսկի վերածրած պատկերի մեջ է մեր վերաբերմունքը արտահայտվում ջրի նկատմամբ։ Խոսքը վերաբերվում է եւ խմելու եւ ոռոգման ջրին։ Եվ մենք այսօր ջրային ոլորտում 10 տարի առաջ հետ ենք եղել, ենթադրենք 10 կիլոմետր ջրային ոլորտում աշխարհից, հիմա 150 կիլոմետր ենք հետ ջրային ոլորտում աշխարհից, որովհետև աշխարհը փոխվել է, ջրի նկատմամբ աշխարհի վերաբերմունքը փոխվել է, բայց մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ չի փոխվել, մեր ընկալումը ջրի նկատմամբ չի փոխվել։ Մենք այսօր մենք ասում ենք ջուրը, ասում ենք անգինա, չէ՞, ասում ենք, բայց դա էլ է այն, որ արտահայտվում է մենակ կենացում։ Մենք անգին ջուրը վատնում ենք 50 դրամանոց ապրանք, այսինքն մենք շատ դեպքերում եթե հաշվենք, կպարզվի, որ մենք 1000 դրամ ենք ծախսում 100 դրամանոց ապրանք ունենալու համար։ Ինձ հետաքրքրեց, որ ասացի 25 տարի հետո մենք լինելու ենք, չգիտեմ, այսպիսին, այնպիսին։ Եկեք մեր պլանները չգցենք 25 տարի հետո, եկեք մեր պլանները սկսենք նրանից, թե 25 ժամ հետո մենք ինչպիսին ենք լինելու, 25 օր հետո մենք ինչպիսին ենք լինելու, որովհետև եթե հեշտ ասում ես, դե 25 տարի հետո լավ է ալնելու, դե գնացի 25 տարի հետո կհավաքվենք։ Կերևա լավա թե վատ, որովհետև եթե 25 ժամ հետո մեր վերաբերմունքի մեջ բան չի փոխվում, 25 տարի հետո ես երաշխավորում եմ լինելու է ավելի վատ, լինելու է կատաստրոֆիկ վատ, որովհետև եթե 25 տարի առաջ կլիմայի փոփոխությունը այդքան չէր ճնշում մեր վրա, մենք հենց ժամանակ ունեինք ասելու դե
հələ նայենք, տեսնենք, քննենք, զննենք եւ այլը։ Հիմա կլիմայի փոփոխությունը մեր վրա այնպեսի մեծ ճնշում ա դնում, որ եթե մենք 25 ժամ հետո չտեսնենք արդեն մեր իսկ վերաբերմունքի փոփոխությունը, 25 տարի հետո կատաստրոֆա է լինելու։ Ոչ մեկ թող հույս չունենա, թե 25 տարի հետո լավ է լինելու։ Հանդիսավոր երդվում եմ, ազնվիրաբար ծառայել հայրենիք։ Զգաստ ու խրոխտ քայլերով նորակոչիկները մոտենում են անմիջական հրամանատարներին, երդվում ազնվիրաբար ծառայել հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը։ Շաբաթներ առաջ զինվորական ծառայության անցած տղաները այսօր արդեն իրենց հարազատներին են ներկայանում որպես Հայաստանի Հանրապետության բանակի զինվորներ։ Այսօրը ինձ համար շատ կարևոր է, քանի որ այսօր մենք պաշտոնապես դառնում ենք բանակի մարտիկ։ Առայժմ Հայաստանի Հանրապետությանը։ Պատրաստել եմ շատ երկար եւ շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ։ Ամբողջությամբ պատրաստվել եմ, շատ կարևոր օր է, քանի ծնողներս երկար ժամանակ անց տեսնում են ինձ, այս համազգեստով հպարտ եմ շատ։ Դառնում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Մինչ զինվորները երդվում են օրվա խորհրդով եւ զավակների առաջիկա 18-ամսյա ծառայությանը վերաբերող ակնկալիքներով, մեզ հետ են կիսվում նրանց ծնողներն ու հարազատները։ Շատ ողջունելի է ցանկացած ծնողի համար։ Տարուկեսը 6 ամիս երեխային ավելի շուտ տուն ընդունել է, դա ծնողի համար մեծ բավականություն է, մեծ ուրախություն է։ Ցանկացած օր մեր համար թանկ է։ Ուրախ ենք, որ քիչ կծառայեն եւ միայն խաղաղություն ենք ցանկանում։ Հանդիսավոր երդվում եմ։ Շարունակելով խոսքը, զինվորների ծնողներն անկեղծանում են։ Բոլորի համար էլ ակնառու են այն դրական ու էական փոփոխությունները, որ տեղ են գտել բանակում։ Շատ է, մեծ է տարբերությունը, շատ է։ Սաղն էլ գիտեն, որ դեպի լավն է փոխվել։ Ու մենք ուրախ ենք, որ խաղաղություն է ամենակարևորը։ Խաղաղ են, այս երեխեքը խաղաղ պիտի ապրեն։ Շատ գոհ ենք, շատ շնորհակալ ենք, ամեն ինչ շատ լավ է, միշտ գոհունակությամբ է խոսում, որ զանգում ենք, հետաքրքրվում ենք։ Շատ գոհ ենք, միայն այն, որ երեխան չի բողոքում եւ զանգում է բարձր տրամադրությամբ, դա արդեն մեզ ուժ է տալիս։ Շնորհավորում եմ զինվորական երդում ընդունելու կապակցությամբ Փառք մեր նահատակներին եւ կեցը Հայաստանի Հանրապետությունը։ Երդման արարողության ավարտին կապի մասնագետների պատրաստության դպրոցի զինվորներին շնորհավորում եւ բարեծառայություն են մաղթում զինված ուժերի գլխավոր շտաբի, կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գնդապետ Վիգեն Մկրտչյանն ու զորամասի հրամանատար գնդապետ Անդրանիկ Պողոսյանը։ Սիրելի նորակոչիկներ, հավատարիմ մնացեք ձեր տված երդումին, համազգեստը կրեք արժանապատվորեն, ինչպես վայել է հայոց բանակի զինվորին։ Եվս միակ ընդհարթ ու երդման արարողության ավարտին երկօրյա արձակուրդայիններ ստացած զինվորները միանում են հարազատներին։ Ողջունելի է, ես շատ ուրախալի, ավելի շատ ժամանակ անցկացնում մեր զինվորի հետ։ Բոլոր զինվորներին մաղթում եմ խաղաղություն, միայն խաղաղություն լինի, մենք էլ հպարտ լինենք, որ զինվոր ունենք, զինվորները մեր շատ լավն են։ Ներսես Իվանյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։ Միացյալ Նահանգները եւ Իրանն անուղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Ժնևում փետրվարի 26-ին հայտնել է Օմանի արտգործնախարարը։ Կողմերն Օմանի միջնորդությամբ արդեն 2 հանդիպում են անցկացրել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Ժնևում նախորդ հանդիպման ժամանակ կողմերը գործնական առաջարկներ են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման համար։ Կան հուսադրող ազդանշաններ։ Այնուամենայնիվ մենք շարունակում ենք ուշադիր հետևել Միացյալ Նահանգների գործողություններին եւ նախապատրաստվում ենք ցանկացած հնարավոր սցենարի, հավելել է Փեզեշքյանը։ Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրը խաղաղ միջուկային էներգիա օգտագործելու, այդ թվում ուրանի հարստացման իրավունք ունի։ Դիվանագետի խոսքով խնդրի կարգավորման միակ ճանապարհը դիվանագիտությունն է եւ լուծումը մոտ է։ Նա նշել է, որ ռազմական ուժի կուտակման անհրաժեշտություն չկա եւ դրա միջոցով հնարավոր չէ ճնշում գործադրել Իրանի վրա։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ հարց է առաջացել, թե ինչու Իրանը կապիտուլյացիայի չի ենթարկվել հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի կուտակումը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն 3-րդ համաշխարհային պատերազմն է սկսել։ Այժմ խնդիր է դրված թույլ չտալ, որ այն ընդլայնվի, ասել է նա։ Զելենսկին նաև անդրադարձել է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի պահանջին, որ ուկրաինական զորքերը դուրս գան Դոնբասի տարածքի 20%-ից, որը գտնվում է Կիևի վերահսկողության տակ։ BBC-ի հետ զրույցում Զելենսկին նշել է, որ Կիևը չի կարող դա անել։ Դա կնշանակի, որ Ուկրաինան հրաժարվում է այնտեղ ապրող 100 հազարավոր քաղաքացիների
տարիներից։ Նրա խոսքով դա կպարակտի հասարակությունը, իսկ Ռուսաստանի նախագահն այդքանով չի բավարարվի։ Վոլոդիմիր Զելենսկին նաև ընդունել է, որ այժմ Ուկրաինան չի կարող վերադարձնել իր տարածքները։ Հաշվի առնելով Ռուսաստանի բանակի չափը, դա կնշանակեր միլիոնավոր մարդկանց կորուստ, նշել է նա։ Բացի այդ, Զելենսկու խոսքով Ուկրաինան բավարար չափով զենքեր չունի։ Նա միևնույն ժամանակ նշել է, Ուկրաինան չի պարտվում, քանի որ պայքարում է հանուն իր անկախության։ Պատերազմի 4-րդ տարելիցին ընդառաջ ռազմական գործողությունները շարունակվում են։ Ռուսական ուժերն Օդեսայի մարզում թիրախավորել են արդյունաբերական, էներգետիկ եւ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ։ Կա 2 զոհ, 3 վիրավոր։ Զապորոժիեում էլ կա 1 զոհ, 1 վիրավոր։ Ռուսաստանն իր հերթին հայտնել է ուկրաինական ավելի քան 150 անօդաչու խոցելու մասին։ Բելգորոդում եւ Վորոնեժում վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ։ Թաթարստանում արդյունաբերական օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել։ Եվրոպական հանձնաժողովը Վաշինգտոնից պահանջել է լիակատար հստակություն մտցնել մաքսատուրքերի հետ կապված քայլերի վերաբերյալ, որոնք ամերիկյան կողմը մտադիր է ձեռնարկել Գերագույն դատարանի որոշումից հետո։ ԱՄՆ Գերագույն դատարանն անօրինական էր հայտարարել նախագահի սահմանած մաքսատուրքերի մեծ մասը, որից հետո Դոնալդ Թրամփը 150 օրով նախ 10%, այնուհետև 15% մաքսատուրքեր էր սահմանել բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Պեկինն իր հերթին Վաշինգտոնին կոչ է արել վերացնել միակողմանի մաքսատուրքերն առևտրային գործընկերների նկատմամբ։ Չինաստանի առևտրի նախարարությունն ընդգծել է, առճակատումը երկու կողմին էլ վնաս կպատճառի։ Ըստ տնտեսագետների, Գերագույն դատարանի որոշումը ենթադրում է, որ 2025 թվականի ընթացքում հավաքագրված մոտ 175 միլիարդ դոլարի մաքսային եկամուտները ենթակա են վերադարձի։ Ըստ Թրամփի, սակայն, այդ հարցի շուրջ դատական գործընթացը 2-ից 5 տարի կտևի։ Մեքսիկայի Տապալպա քաղաքում բանակը հատուկ գործողության արդյունքում սպանել է երկրի ամենահայտնի նարկոբարոններից մեկին՝ Էլ Մենչոին։ Բախումների ընթացքում սպանվել է նաև նրա ղեկավարած Խալիսկոյի նոր սերունդ նարկոկարտելի 4 անդամ, 3 զինծառայող վիրավորվել է։ Սպիտակ տունը հաստատել է, որ Մեքսիկայում հատուկ գործողությանը մասնակցել է նաև Միացյալ Նահանգները, ցուցաբերելով հետախուզական աջակցություն։ Էլ Մենչոն մեքսիկական եւ ամերիկյան իշխանությունների գլխավոր թիրախներից մեկն էր եւ համարվում էր մաքսանենգ ճանապարհով Միացյալ Նահանգներ ֆենտանիլի գլխավոր ներմուծողներից։ Նրա սպանությունից հետո Մեքսիկայի 10-ից ավելի նահանգներում բռնությամբ ուղեկցվող ակցիաներ են տեղի ունեցել։ Հրկիզվել են խանութներ, հարձակման են ենթարկվել բանկեր, կան ձերբակալվածներ։ Խալիսկոյի նահանգում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ, դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, հետաձգվել են զանգվածային միջոցառումները եւ դասերը։ Մի քանի ավիաընկերություն չեղարկել է դեպի Խալիսկո չվերթերը։ Գեղարքունիքի մարզային գրադարանում դարձյալ եռուզեռ է։ Տարբեր տարիքի եւ նախասիրությունների ընթերցողական խմբերը հաջորդում են միմյանց, իսկ համախմբող առանցքը նույնն է։ Տոնում են ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան եւ գիրք նվիրելու օրը։ Միջոցառումները մեկնարկել են դեռևս փետրվարի 18-ից եւ շարունակվում են ամրապնդելով ընթերցող գիրք գրադարան կապը։ Տոնական միջոցառումների յուրաքանչյուր բաղադրիչը փոխանցում է թումանյանական աշխարհի ոգին ու շունչը, կրկին ու կրկին բացում նրա ստեղծագործական աշխարհը, որը հարազատ է եւ մեծին եւ մանուկին։ Թումանյանը մեր ժողովրդի հոգևոր գանձերից է։ Նրա խոսքը մեզ սովորեցնում է լինել ազնիվ, բարի, հայրենասեր եւ մտածող մարդ։ Նրա ստեղծագործությունները սերունդներ են կրթել եւ շարունակելու են լուսավորել մեր ճանապարհը։ Այսօր մենք ոչ միայն մասնակցում ենք վիկտորինայի, այլ նաև միասին մեկնարկում ենք մի գեղեցիկ ավանդույթ՝ գիրք նվիրելու մշակույթը, որով սեր ենք փոխանցում գրքի, գիտելիքի եւ ընթերցանության հանդեպ։ Այսօրվա վիկտորինան պարզապես մրցույթ չէ։ Այն հրաշալի հնարավորություն է եւս մեկ անգամ վերագտնելու գրքի արժեքը, ընթերցանության հաճույքը եւ մայրենի լեզվի անսահման հարստությունը։ Թումանյանը մեզ համար ոչ միայն մեծ գրող է, այլ մարդ, մտածող, հայրենասեր, ում կյանքի եւ ստեղծագործության առանցքում գիրքն է, որպես լույս, որպես խիղճ, որպես ճանապարհ։ Նրա համար մարդը արժեք էր ոչ միայն դիրքով ու կարողությամբ, այլ խղճով ու բարությամբ,
խելքով ու իմաստնությամբ։ Այդ պատճառով նրա ստեղծագործություններում այնքան կենթանի են պարզ մարդիկ, երեխաները, տարափողները, միամիտներն ու հուսահատները։ Նրա քարյակներն ու պատմվածքները փոքր ծավալով են, բայց մեծ խորություն ունեն։ Նա մեզ չի տալիս պատրաստի ճշմարտություններ, այլ սովորեցնում է մտածել։ Նրա փիլիսոփայությունը պարզ է ու խոր, ապրել արժանապատիվ, սիրել մարդուն, չկորցնել լույսը նույնիսկ մթության մեջ։ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների իրենց իմացությունն են ներկայացնում Գավառի ավագ, համար 7 և 8 հիմնական, Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցների աշակերտները։ Գրական ուղևորություն Թումանյանի հետ խորագրով Վիկտորինան աշակերտներին հնարավորություն է տալիս ինքնուրույն վերլուծություններ կատարելու և սեփական ընկալումներն արտահայտելու։ Ինչու են Թումանյանի հեքիաթները միշտ արդիական։ Թումանյանի հեքիաթները միշտ արդիական են, որովհետև դրանք խոսում են ոչ թե ժամանակավոր խնդիրների, այլ մարդու բնույթի մասին։ Իսկ ինչպես գիտենք, մարդու բնույթը դարերի ընթացքում չի փոխվում։ Մարդը միշտ էլ կանգնում է տարբեր ընտրությունների առաջ, որոնք են ազնվությունը և չարությունը, խաբեությունը և էլի ազնվությունը, տգիտությունը և խելքը, և հենց այդ հավերժական խնդիրներն է, ընտրություններն է Թումանյանը դարձնում իր հեքիաթների հիմքը։ Շունն ու կատուն հեքիաթում վեր են հանվում այնպիսի կարևորագույն գաղափարներ, ինչպիսին են օրինակ ազնվությունը, ինչպես նաև այն, որ վստահությունը շատ դժվար է ձեռք բերել, և եթե հանկարծ դու վստահությունը կորցնում ես, ապա շատ դժվար է նաև այն հետ բերել։ Գրական ուղևորության տպավորությունները համալրում է առցանց էքսկուրսիան։ Աշակերտները ծանոթանում են Թիֆլիսյան այն տան պատմությանը, որտեղ կյանքի վերջին տարիներին ապրել էր Հովհաննես Թումանյանը։ Տունն այժմ գիտամշակութային կենտրոն է և շարունակում է այցելուներին պատմել մեծանուն հայի մասին։ Թումանյանական հեքիաթների տրամադրություններն ու գույներն են նաև Գավառի թիվ 4 մսուր մանկապարտեզում։ Մարզային գրադարանի տոնական միջոցառումների մասնակիցների ցանկում նաև փոքրիկներն են։ Հյուրերին դիմավորում են գրական գեղարվեստական ցերեկույթով, արտասանում են, հեքիաթ են պատմում և իրենք էլ հեքիաթի հերոս են դառնում։ Եվ որպեսզի հեքիաթը երկար ուղեկցի փոքրիկներին, մարզային գրադարանը նրանց ևս նվիրում է գրքեր, իսկ մանկապարտեզի համար նախատեսված գրքերն իրենց տեղն են գտնում մանկական գրականության անկյունում, ուր նախատեսվում է կազմակերպել ընթերցանություն փոքրիկների համար։ Գրքի նվիրատվությունը շարունակվում է Գավառի բժշկական կենտրոնում։ Դեռևս 2024-ին մարզային գրադարանի և Գրողների միության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման նախաձեռնությամբ բոլոր բաժանմունքներում տեղադրված գրադարանները համալրվում են նոր գրականությամբ։ Գիրքն ու գրադարանը այսպիսով մոտենում են նաև բուժառուներին և բուժաշխատողներին։ Մենք բոլորս մեծացել ենք թումանյանական շնչով։ Թումանյանն այն հեղինակն է, ով և փոքրերի համար է, և երիտասարդների, և մեծերի, և Թումանյանի միակ գաղափարախոսությունը դա եղել է մարդասիրությունը, և դուք իրականացնում եք մարդասեր, մարդասիրական աշխատանք։ Շնորհավորում եմ բոլորիս, և քանի որ ավանդույթը մենք շարունակում ենք, յուրաքանչյուր տարի Գեղարքունիքի մարզային գրադարանը նվիրաբերում է գրքեր Գավառի բժշկական կենտրոնին այդ գրադարանները շատացնելու, համալրելու համար։ Այս տարի նույնպես նախատեսել ենք և սիրով Հիվանդանոցային առօրյան փոխում են Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի աշակերտները բարեկենդանը հեքիաթի բեմականացմամբ, իսկ մարզային գրադարանի ներկայացուցիչները գրքերի հաջորդ կապոցը Ծովազարդի միջնակարգ դպրոց են տանում։ Դրանք հարստացնում են նորաբաց ընթերցասրահը։ Գիրք գումարած դպրոց հավասար է հաջողություն խորագրով, գրական ցերեկույթով էլ ներկայանում են տեղի աշակերտները։ Հովհաննես Թումանյանի ծննդյան և գրքի նվիրատվության օրն ամփոփվում է մարզային գրադարանում գրական ընթերցումներով։ Թումանյանական մշտապես արդի ստեղծագործությունն են ընթերցում են Գավառի երիտասարդների տուն, բաց երիտասարդական կենտրոնի անդամներն ու աշակերտները։ Մարզային գրադարանի հետ գործակցած կրթական և մշակութային հաստատություններին, ինչպես նաև անհատ ընթերցողներին նվիրաբերված գրքերը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ծրագրերով հրատարակված գրականության Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը չնայած զինծառայության մեջ լինելուն այս իրադարձությունը բաց թողնել չկարողացավ։ Փետրվարի 17-ին մեկնարկել է Կապան քաղաքի շախմատի առաջնությունը Արագ մրցաձևից։ Մարզաձևի սիրահարները մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում են հավաքվել։ Այստեղ քանի որ շատ են հիմնական մասը փոքր տարիքով շախմատիստներ, նրանց համար ավելի անհրաժեշտ է փորձառու շախմատիստների հետ շփումը, խաղը,
եւ սա նրանց համար լավ հնարավորություն է ուժեղ շախմատիստների հետ պայքարելու համար։ Առաջնությանը ուժերը չափում են բոլոր այն շախմատիստները, որոնք ունեն որակավորման առնվազն երկրորդ կարգ։ Այս տարի մասնակիցները 19 են։ Տիգրան Պետրոսյանից ամենաշատը հայ շախմատիստը դրամանին եմ սիրել։ Լավ եմ տրամադրված, պատրաստվում եմ հաղթել։ Փորձում ենք նոր շունչ տալ այս գեղեցիկ մարզաձևին, եւ ավելի հետաքրքրացնենք Կապան քաղաքում շախմատի աշխարհը եւ միասնական փորձում ենք անել ամենը նշված քայլերը իրականացնելու։ Մրցաշարի հաղթող եռյակը հայտնի կդառնա փետրվարի 19-ին։ Ավանդույթի համաձայն նրանք կարժանանան համապատասխան կարգի մեդալների եւ հավաստագրերի, ինչպես նաեւ դրամական պարգևների։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան, Սյունիք, լուրեր։ Փետրվարի 23-ին ժամը 10:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ծառայողը ծառայություն իրականացնելիս նկատել է, որ ազգային գրադարանի հարակից հատվածում 2 տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները, ինչի ընթացքում օրենքով սահմանված կարգով նախազգուշական 2 կրակոց են արձակել օդ։ Ոստիկանները ձերբակալել են 1 անձի եւ ներկայացրել համայնքային ոստիկանության կենտրոնի բաժին։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակից մյուս երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին տվյալներ խոշոր չափերի թմրանյութ ապօրինի պահելու եւ իրացնելու վերաբերյալ։ Հետագա լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներից եւ տեղեկությունը ճշտելուց հետո քրեական ոստիկանները փետրվարի 17-ին անցան իրացման աշխատանքին։ Ժամը 22:20-ին քրեական ոստիկանները Հայկավան նոր արտագես ավտոճանապարհին նախ ձերբակալեցին Հայկավան գյուղի 3 բնակչի եւ նրանցից մեկի վարած VAZ-2106 մագնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն։ Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդի 32-ամյա հայկավանցի տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթ 6 գրամ դեղնականաչափուն զանգվածով։ Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն, նախաձեռնվեց քրեական վարույթ։ Նաև հիմնավորվեց ոստիկանների տեղեկությունը, որ հայկավանցին թմրանյութը ձեռք է բերել Նալբանդյան գյուղի մի բնակչից։ Նույն օրը դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց Նալբանդյանի բնակիչ 51-ամյա տղամարդու տանը եւ կից շինություններում։ Տան տարբեր հատվածներից հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներով լցված փաթեթներ, տոպրակներ, ապակե եւ պլաստիկ տարաներ։ Հայտնաբերված զանգվածների ընդհանուր քաշը կազմեց 4 կիլոգրամ 166 գրամ։ 51-ամյա տղամարդը խոստովանեց, որ կանեփն անձամբ է ցանելու աճեցրել եւ իրացման նպատակով պատրաստել թմրանյութ։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։